Այս երգը կոչվում է Առաքել Մուշեղ, նույնիսկ հայտնի են այդ մարդկանց նախատիպերը, նրանք եղել են ֆիդայիններ։ Առաքելը Տիգրան Աբաջյանն է եղել, Մուշեղը Հմայակ Թանգարչյանը։ Արմեն Դարփինյանը մեզ հայտնեց, որ այս ժողովրդական երգը գրի է առել, մշակել եւ տարածել Թովմաս Պողոսյանը։ Եվ այսպես Առաքել Մուշեղ երգում է ձեզ համար Շուշան Պետրոսյանը։ Շուշան Պետրոսյան, ձեր ծափարությունները։ Շուշան, քո կարծիքով կան այսօր ժողովրդական երգեր, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Իսկ ինչպես կարելի է դա գտնել եւ փորձել։ Ժամանակին շատ լավ խումբեր կային, որ գնում էին բանահավաքների։ Կարծեմ թե հրաշալի ավանդույթ էր։ Կարծում եմ, որ այսօր պետք է պահպանվի դա, այսինքն բավարարվում են հնարավորինս Երևանի մոտ գտնվող գյուղերից, բայց հավատացեք, որ շատ մեծ է, այսինքն
այդ տարածաշրջանը շատ մեծ է եւ պիտի ասեմ, որ հրաշալի երկիր կան նաեւ Արցախում։ Բոլորը սահմանափակում են միայն Արցախի հորովելով, բայց հրաշալի երկիր կան այնտեղ էլ։ Հրաշալի երկիր կան Լոռում, Լոռվա մարզում։ Այսինքն բոլոր տեղերում կարելի է գտնել հրաշալի երկեր եւ շատ հարուստ է մեր ժառանգությունը առանց։ Շուշան, եթե գտնեն եւ պահպանեն, դա մեր ազգին ինչ կտա։ Կարծեմ թե շատ ավելի պահանջկոտ կդառնան, որովհետեւ այն ինչ գտնում ես ժողովրդի կողմից ստեղծված այդ բյուրեղային երկերը շատ ավելի լավ բարձր ճաշակ են զարգացնում, քան այն ինչ այսօր ստեղծում է 2-3 նոտաների օգնությամբ կամ նմանակում են ադրբեջանական երաժշտության, թուրքական երաժշտության, պարսկական երաժշտության, այդ ամենը գուցե լավ է հենց բնօրինակում, բայց մենք այնքան հարուստ ժառանգություն ունենք, որ կարծում եմ թե պետք չի դիմել արևելքի եւ հարևան ժողովուրդների օգնությանը։ Ձեր ծափարությունները Շուշան Պետրոսյանին։ Շնորհակալ Խնդրեմ, Տիկին Փիրուզա։ Ճիշտ է, որ ժամանակներ են ծնում հերոսներին։ Մեր ազգի գոյատևման այդ հերոսները, որ այսօր մենք գոյատևում ենք այդ հերոսների շնորհիվ են եւ փառք Աստծո, որ այդ երկերը նմանատիպ այսօր էլ հնչում են եւ ոգևորում, ինձ թվում է բոլորիս։ Շուշանի կատարում իհարկե միշտ էլ հուզել, ցնցել եւ մտածելու տեղի է տվել։ Ես կուզեի մի փոքրիկ անդրադարձել նաև նախորդ երկին եւ ասել, որ այն երկը, որ հեղինակը եւ կոմպոզիտորը համագործակցում են եւ դառնում են միաձույլ, այսինքն խոսքը եւ երաժշտությունը համահունչ են եւ ազդում են մարդու ուղեղին եւ սրտին, այդ երկերը անմահ են։ Ինչ ժանրում էլ դրանք լինեն։ Շնորհակալություն Շուշան։ Շնորհակալություն ասել բոլորին։ Շատ հաճելի երեկոյի համար։ Շնորհակալ։ Պարոն Վալմար։ Հրաշալի էր, ինչպես միշտ, ինքը իր ներքնաշխարհով, իր զգացական էմոցիաներով։ Հետո գիտեք, ժամանակի մեջ շատ ճիշտ ասվեց, ժառանգությունը ստացածը մենք նաև պետք է կարողանանք պահել, պահպանել եւ փոխանցել։ Արժեքներ կան, որոնց շնորհիվ է ազգ, մշակույթով է ազգ։ Եվ դա միայն հարստացում է մեր ներքնաշխարհը, այսօր փոքրիկ երեխաները ավելի ներքնաշխարհով հարուստ կծնվեն, եթե շփվեն, հարաբերվեն իսկական լուրջ արվեստի հետ։ Շնորհակալություն։ Արթուր Իսպիրյան։ Նորից շնորհավորում եմ այս ծրագիրը, որը իրոք մեծ նշանակություն ունի այսօրվա նամանավանդ երիտասարդ սերնդի համար։ Եվ նաև շնորհավորում Շուշանին գեղեցիկ կատարման համար։ Շնորհակալություն։ Խաչիկ Եղոյան։ Ամեն այնքան լավ երկեր են ընտրված, ամեն երկից հետո շատ բան կա ասելու, բայց ժամանակը չի ելքի, ուղղակի ասեմ, որ այս երկը մեր պատմությունն էր, եւ եկեք ծափահարենք մեր հերոսներին բոլորին, որոնց շնորհիվ իրոք այսօր Հայաստանը կա, եւ Թովմաս Պետրոսյանին, որ հավաքեց եւ ներկայացրեց մեզ այս երկը, իսկ Շուշան Պետրոսյանի կատարման համար ես պետք է ասեմ, որ երևի ես 3-400 տարի դեռ պետք է ապրեմ, որ իրավունք ստանամ նույնիսկ դրական բաներ ասելու համար։ Շնորհակալություն Շուշան Պետրոսյանին։